Ընտրություններից հետո ընդդիմադիր ճամբարում պահպանվող լռությունը պատահական չէ, եթե իշխանական թիմը գրեթե անմիջապես անցել է հետընտրական քաղաքական օրակարգի ձևավորմանը, ապա ընդդիմադիր ուժերը ըստ ամենայնի դեռևս զբաղված են արդյունքների, հետագա քայլերի և քաղաքական ռազմավարության վերանայմամբ։ Այս ժամերին ընդդիմադիր շրջանակներում հիմնականում վերլուծում են տեղի ունեցածը, հաշվարկում հնարավոր զարգացումները և քննարկում հետագա անելիքները։ Լռությունը փաստորեն պայմանավորված է ոչ թե պասիվությամբ, այլ ներքին ակտիվ քննարկումներով։ Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ արդեն հրապարակային հայտարարել է, որ ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պետք է կալանավորվեն։ Վարչապետը նույն միտքը կրկնել է նաև այսօր առավոտյան, վերահաստատելով իր քաղաքական գնահատականը։ Այս ֆոնին Արմլուրի տեղեկություններով ընդդիմադիր ուժերի ներսում քննարկվում է նաև առավել կտրուկ քաղաքական քայլի տարբերակը՝ խորհրդարանական մանդատները չվերցնելը։ Քննարկումների մասնակիցների մի մասի տրամաբանությունը հետևյալն է՝ եթե իշխանությունը ստացել է խորհրդարանական մեծամասնություն, ապա պետք է կրի նաև երկրի կառավարման ամբողջական քաղաքական պատասխանատվությունը։ Արմլուրի տեղեկություններով ուժեղ Հայաստան կուսակցության ներսում այս հարցի շուրջ միանշանակ մոտեցում չկա։ Կան ցուցակով անցած թեկնածուներ, որոնք կողմ են խորհրդարան գնալու և պատգամավորական աշխատանք ծավալելուն, համարելով, որ ընդդիմադիր գործունեությունը պետք է շարունակվի նաև օրենսդիր մարմնում, պայքարը ներսից։ Սակայն կուսակցության ղեկավար մակարդակում ավելի կոշտ տրամադրություններ են գերակշռում, մասնավորապես Սամվել Կարապետյանի շրջապատում ավելի հակված են մանդատներից հրաժարվելու տարբերակին, այն դիտարկելով որպես քաղաքական գնահատական և հետընտրական իրավիճակին տրվող պատասխան։ Նմանատիպ տրամադրություններ ըստ մեր տեղեկությունների առկա են նաև Հայաստան դաշինքում։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումը ևս գնահատվում է կտրուկ և հետևողական։ Մանդատներից պետք է հրաժարվել։ Այսպիսով, քաղաքական դաշտում ընթանում են ինտենսիվ խորհրդակցություններ, որոնց արդյունքները կարող են էական ազդեցություն ունենալ նոր ձևավորվելիք խորհրդարանի աշխատանքի և ընդհանրապես հետընտրական քաղաքական գործընթացների վրա։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը լեգիտիմության խնդիր չի ունենալու, քանի որ սահմանադրական օրենքներով ՔՊ-ն ձևավորում է ԱԺ և խնդիր չունի պառլամենտում։ Պարզապես ապագա խորհրդարանը կլինի միակուսակցական։